Ես շարունակեմ գործընկերոջս հարցը ուրիշ հարց եմ տալու, մեղադրում են ընդդիմադիր ուժերին նրանում, որ ազգը չի համախմբում եւ ընդդիմադիր ուժերը անելիքներ ունեն այս ուղղությամբ։ Ո՞վ է մեղադրում։ Ну կան նաեւ տարբերակային, որ այս որ համախմբություն չկա, չգիտեմ, Նիկոլի դեմ պայքարել է, այսօր պետքա ինչ-որ մի ճանապարհ գտնել։ Հանրապետականը 100 անգամ ասել է, եթե պետք է 101-րդ անգամ ես այստեղ կրկնեմ, որ մենք ունենք ներքին քաղաքական մեկ օրակարգ, նիկոլիզմի դեմ պայքարը։ Մենք այլ օրակարգ չունենք։ Բայց երբ որ քո վրա հետևողականորեն եւ ուղիղ ու բացահայտ քար են նետում, դու չես կարող քեզ ջայլամի տեղ դնել, գլուխդ կոխել հողը ու ասես ոչինչ չի կատարվում։ Հանրապետականը մշտապես առաջնորդվել է առնվազն այս վերջին տարիների ընթացքում զերո ամբիցիա սկզբունքով, ոչ թե իշխանության գալու, այլ իշխանափոխության սկզբունքով։ Հանրապետականը եղել է եւ անձամբ ես բոլոր այն քաղաքական ու պետական ընդդիմադիր գործիչների կողքին, ով դրա կարիքը ունեցել են։ Լինի դա երկրորդ նախագահը, թե լինի դա սովորական փողոցային պայքարի ակտիվիստ։ Հանրապետականը երբեք իր վրա բերմակը չի քաշել։ Բայց քանի որ դուք հարցնում եք, ես պետք է պատասխանեմ։ Ես զարմանքով երեք եւ ափսոսանքով արձանագրեցի իմ կողմից հարգված իմ ավագ գործընկեր Ընկեր Աղվանի երեկվա բրիֆինգում հնչած թուղթ ու գրիչով պատրաստված նախօրոք հայտարարությունները։ Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները այնպիսի մակարդակի են, որ մենք կարող ենք ինքը այդ հարցերը կարող է հնչեցնել կամ բազմաթիվ հարցեր աղոհացի սեղանի շուրջ, սուրճի սեղանի շուրջ, իմ սենյակում, իր աշխատասենյակում, հեռախոսազանգով, բայց քանի որ հարգարժան պարոն Վարդանյանը ընտրել է այդ ճանապարհը, խնդիր չկա այս կանադառնա։ Երբ որ ինքը բարոյախելատական խորհուրդներ է տալիս, հնել հրապարակային, մեզ, թե հանրապետականին, չէ, հանրապետականի մեջ ոչ միայն ես էլ եմ մտնում, նախ եւ առաջ, եթե մի քանի հոգի մտնում են, մեկը ես եմ։ Երբ որ խորհուրդ է տալիս բարոյախելատական, որ բարոյականությունը լավ բան է, հավատարմությունը լավ բան է, երախտապարտությունը լավ բան է, բայց մի մոռացեք սեփական դեմքը պահպանելու եւ սկզբունքայնության մասին, հետո էլ ակնարկումա այլ տիպի կախվածության մասին։ Հիմա երբ որ ինքը երեք այդ գրած թուղթը կարդում է բրիֆինգի ժամանակ, դա ազնական հավատարմության դրսևորում էր, սկզբունքայնության դրսևորում էր, հավատարմության դրսևորում էր, թե ինչ ինքն է ասում, այլ կախվածության դրսևորում էր։ Ուզում իրան հարցնեմ։ Այս թեման հանրապետականը չի սկսել։ Եվ իմ մոտ այնպիսի արդեն տպավորություն չէ, համոզմունք է, որ երկրորդի գրասենյակում որոշվել է դիստանցավորվել ընդդիմադիր հանրապետականից։ Լավ է կարել, դուք ձեր որոշումը, բայց հեչ դուք ձեր որոշումը ներկայացնում հանրապետականի կողմից Նիկոլ բերելու հիմարագույն թեզով։ Ախպեր ջան, որոշել եք դիստանցավորվեք հանրապետականից, պաժանոստա, դիստանցավորվեք։ Ոնց է ասում է, ժամանակն է եկել տարանջատվելու։ Այդ երբեք միահյուսված եղել, որ մի հատ տարանջատվենք։ Հանրապետականը առանցին քաղաքական միավորը
ինքը իր թիմն է ունեցել, ինքը իր կարծիքն է ունեցել բոլոր հարցերի շուրջ, բայց համագործակցությունը երբեք չի նշանակում միահյուսված ենք եղել։ Երկրորդ, այս որ փորձում է ասել, որ երկրորդի ասուլիսից հետո մեծ բան սկսվեց։ Կներեք, երբ որ երկրորդ նախագահը խոսեց, հանրապետականի գործադիր անդամներից որևէ մեկը արձագանքել է, այն չեմ ասում, բացասաբար խոսել է, ինձ են հարց տվել 3 անգամ, ես ասում եմ, որ ինչպես ցանկացած քաղաքական ու պետական գործիչ, երկրորդ նախագահի գրասենյակով ինքն է որոշում իր քաղաքական ճանապարհը, իր քաղաքական ուղղվածությունը, իր քաղաքական արտահայտությունները, ոչ թե խնդիր չկա, դա իր իրավունքն է։ Հանրապետականներից որևէ մեկը աժիոտաժ ծագել է, կներեք այդ բոլորան երբ սկսվեց, երբ որ երկրորդի գրասենյակի ղեկավարը գնաց համապատասխան հեռուստաընկերություն եւ արդեն ուղիղ հնչեցրեց այն մեղադրանքները, որ 7 տարի շարունակ մենք ասում ենք, այս անբավարարական թեզը ով է մտցրել խաղի մեջ, իրանք ասում են մենք կապ չունենք։ Արդեն ուղիղ։ Ինչ պրիչոտ դու հանրապետականը։ Կամ որ փորձում է հանրապետականից պաշտպանել մեր լավ գործընկերոջը, մեր ընկերոջը Կարեն Կարապետյանին։ Կարեն Կարապետյանին պետք չի հանրապետականից պաշտպանել, ընկերավա։ Կարեն Կարապետյանը եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահը։ Եվ որևէ մեկը Կարեն Կարապետյանի գրպանը Նիկոլին իշխանության հանձնելը չի գցում։ Եթե ակնարկում եք պարոն Աշոտյանի գրառումը, Արմենի գրառման մեջ նման ակնարկ նույնիսկ չի եղել։ Այդ որ ասում եք Կարեն Կարապետյանը ունեցել է 2 պատգամավոր, նախ 2 պատգամավոր չի ունեցել։ Հանրապետական խմբավորությունը բաղկացած եղել 55 պատգամավորից, որը սատարել է հանրապետական կառավարությունների եւ հանրապետական վարչապետերի գործունեությունը։ Եվ ի տարբերություն ոմանց, մենք անդամակցում ենք ոչ թե այս կամ այն մարդու կուսակցությանը, այլ անդամակցել ենք կոնկրետ 2001 թվականին Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Դրա համար ունենալով մի շարք պատճառներ, գաղափարախոսություն, կուսակցության անցած ճանապարհ, Արցախյան հերոսամարտին մասնակցություն եւ կուսակցության լիդերների հերոսական անցած ուղի, ազգային անցած ուղի։ Եվ այո, ես հպարտ եմ, որ Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության ներկայացուցիչն եմ, որովհետեւ յուրաքանչյուրը դրանցից ազգային ու պետական գործիչ է եղել, պայքարել է անկախության համար, Արցախի հայկականության համար եւ Հայաստանի անկախության հռչակագրի թեզերը պահպանության ու պաշտպանության համար։ Երբ է հանրապետականը որևէ մեկի գրպանը գցել։ Դուք մեզ ասպեկտներ, դու հանրապետականը հանձնել են իշխանություն Նիկոլ Փաշինյանին։ Մենք ասում ենք, տղաների ջան, դուք թյուրիմացության մեջ եք։ Ապրիլի 23-ին, երբ որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, դրանից հետո հանրապետականը որոշել մակայացրել եւ ֆրակցիայում եւ գործադիր մարմնի նիստում, որ մայիսի 1-ին պետք է առաջադրի Կարեն Կարապետյանին։ Այդ հարավայր փաստ է։ Պարզապես ինչ-ինչ պատճառներից ելնելով ես չեմ ուզում դրա մեջ մտնեմ։ Այդ առաջադրումը պարոն Կարապետյանն ինքը հրաժարվեց առաջադրվել։ Միգուցե այլևս վիճակը շատ վատ էր, այլևս անհնար էր որևէ բան փոխել, բայց մեղադրել հանրապետականին, ում դագաղներն են հանել, ում երեխաները եւ ընտանիքների վրա են հարձակվել, ում մերժել են, աշխարհի լուտանքներն ու հայհոյանքներն են թափել,
մեր սրբությունների վրա, մեղադիր, որ մենք բերել ենք Նիկոլին, եթե միաձև ծրագրված օպերացիա ա եղել, դա անբարոյականության վերջին գագաթնակետն է։ Ու առհասարակ, ես վատ եմ զգում, որ Բաքվում գերիներ ունենք, 120,000 արցախցի բռնագաղթված ունենք, Հայաստանի թուրքական վիլայեթացման վտանգի առջև կանգնած, ես ստիպված եմ արձանագրել իմ գործընկերների թեզերի, որոնք բացի, ինչ ասեմ, ես կամով խոսում են սահմանադրությունից, երեք որ ինքը կարծեմ չէ խոսում է սահմանադրությունից, մենք ձեզ զգուշացնում ենք, երկրորդ նախագահը զգուշացնում էր սահմանադրության փոփոխության չգնալ։ Կներեք, այդ երեկվա ասուլիսի բրիֆինգ տվող մարդը, ինքը այն ժամանակ որ կուսակցության անդամ էր, Հայ հեղափոխական դաշնակցության, կարծեմ նաև ֆրակցիայի քարտուղարն էր, Հայ հեղափոխական դաշնակցության ծրագրում, ինչպիսի կառավարման մոդել է գերված, պարլամենտական, 15 թվականի պարլամենտական սահմանադրական փոփոխություններին ու պարլամենտական համակարգի անցմանը իմ կողմից հարված այդ կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, ինչպիսի հրապարակային դիրքորոշում ունեցել, դաշնակցությունը մշտապես, ինչքան ես քաղաքականության մեջ եմ, բայց նաև 15 թվականի սահմանադրական փոփոխություններին կողմ ա եղել, որտեղ մենք ասում ենք պարլամենտական համակարգի։ Հիմա ոնց էր այն ժամանակ կողմ էր, որ պարլամենտական համակարգ էինք ասում, հիմա գտնում ա, որ դա պրոբլեմ ա եղել։ Կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը դարձել է Հայաստանի վարչապետ եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը հնարավոր է եղել չեզոքացնել Հայաստանում դասական գունավոր հեղափոխության արդյունքում, որի գլխավոր շահառուն եղել է Թուրքիան, Ադրբեջանը, հովանավորներից են նաև հավաքական արևմուտքը եւ միգուցե այլ արտաքին կենտրոններ։ Եվ պատահական չի, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շատ հստակ նշել է, որ ինքը պարտվել է ոչ թե ապագա կապիտուլյանտին, այլ շատ ավելի հզոր արտաքին ուժերի։ Իսկ նպաստել են Հայաստանում գունավոր հեղափոխության իրականացմանը։ Բոլոր այն քաղաքական դերակատարները, կրկնում են, քաղաքական դերակատարները, խոսքի չի գնում հասարակ քաղաքացիների մեր ժողովրդի ոչ մի խնդիր չունեմ։ Ժողովուրդը կարող է թույլտվության մեջ մտնել, ժողովուրդին կարող է մանիպուլացնել, ժողովուրդը ստեղ կապ չունի։ Այն քաղաքական դերակատարներն են նպաստել, ովքեր 10 տարի շարունակ դեմոնիզացրել են հանրապետականին ու Սերժ Սարգսյանին, կեղծիք ու ստեր են տարածել հանրապետականի մասին, այդ կազինոների հետ չգիտես ինչքան սուտ ասես տարածել են եւ բոլոր ոչ բարոյական միջոցներով ցեխ են շպրտել մեր վրա։ Եվ ապրիլի 23-ին 18 թվականի շամպայն էին պայթեցնում եւ հիացմունքի մեջ էին, երբ որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նենց որ պետք չի ձեր կերած բողկերը գցեք մեր գրպանը։ Ինչ վերաբերում է հանրապետականի արդյունավետ կառավարմանը, հանրապետականը երբեք չի խոսել, որ ինքը անսխալական է։ Ավելին, 2018 թվականի հունիսին ձեր խոնարհծառան պարլամենտում հունիսի 11-ին հրապարակային ներողություն է խնդրել մեր գործած սխալների համար։ 21 թվականի դեկտեմբերի 17-ի համագումարում հանրապետականի առաջնորդ Սերժ Սարգսյանը իր ծավալուն ելույթի մի լուրջ հատված նվիրել է հանրապետականի թերացումներին սխալներին։ Բայց թող քարնետի հանրապետականի վրա նա, ով որ սխալ չի գործել։ Եվ վերջում, եթե ոմանք տարապում են անսխալականության բարդույթով, իսեր Աստծո, մենք որպես քրիստոնեական հասարակության ներկայացուցիչներ եւ որպես քրիստոնեական արժեքների կրողներ, շատ լավ գիտենք, որ մարդը սխալական է։ Սխալներ գործելը կատաստրոֆա չի, սխալ ապրելն է կատաստրոֆա։